Ոչ միայն Աստծո հոգին, Աստծո գործը եկեղեցում, այլ եկեղեցուց դուրս տեսնելու եք, որ մարդիկ փողոցներում աղոթում են, պարում են, փառաբանում են Աստծուն։ Հալելույա, դա եկեղեցուց դուրս է գալու, եկեղեցու պատերից դուրս է գալու, հալելույա, հալելույա, այն ինչ որ այստեղ է կատարվում, կատարվել է դրսում, հալելույա։ Ինչպես պատմության ընթացքում արտության ժամանակներում, revival-ի ժամանակներ ա եղել, որ այդ երբ որ Աստծո հոգին զորավոր եկել է, Սուրբ հոգին շարժվել է քաղաքներով, արտությունը արել, եւ այն աղոթքները, փառաբանությունը, խոսքը, որ միայն եկեղեցում է եղել, դրանից հետո սկսվել է արդեն դրսում կատարվել։ Մարդիկ հավաքվել են, աղոթքներ են արել, փառաբանել են, երգելով գնացել են։ Անգամ քարոզիչը վկայում ասում է, արտության քարոզիչը ասում է, առավոտյան դեռ ժամը 6-ն է, դեռ չեմ զարթել, տենամ երգի ձեն եմ լսում, երգի ձեն եմ լսում փողոցից։ Վեր կենամ ասում է, զարթեմ, տենամ ժողովուրդը երգելով, փառաբանելով փողոցով գնում է Աստծո տուն, տաճար, հալելույա, հալելույա, Աստծո ներկայությունը այնքան ուժեղ է գալու, որ գրավելու է քաղաքները, գրավելու է մարդկանց փողոցների մեջ, ամենտեղ։ Գրավելու է Աստծո հոգին, որովհետև նա մեր մեջ է եկել։ Մենք ենք թեմփլը Սուրբ Հոգու, մենք ենք Սուրբ Հոգու տաճարը։ Աստված ինքը ասել է, նրանց մեջ կքայլեմ, նրանց Աստվածը կլինեմ։ Նա չի ասել ուղղակի կմնամ տաճարի մեջ, նա չի ասել ուղղակի շենքի տաճարի մեջ կմնամ։ Չի ասել։ Հին կտակարանում Աստված մենակ բնակվում էր տաճարի մեջ։ Հին կտակարանում Old Testament-ում Աստված բնակվում էր տաճարի մեջ եւ մարդիկ պետք է մտնեին ընդ աղոթեին, զոհը մատուցանային ու դուրս գային ու Աստված այնտեղ էր։ Բայց նոր կտակարանում, նոր New Testament-ում ինչ ենք տեսնում։ Մենք ենք դառել այդ թեմփլը, մենք ենք դառել այդ տաճարը, որտեղ Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում, հալելույա։ Եվ երբ որ ասում է դուք գնաք, ես ձեր հետ կգամ, Աստված ասում է։ Ես նրանց մեջ կապրեմ եւ նրանց մեջ կքայլեմ, նրանց Աստվածը կլինեմ, հալելույա, փառք Տիրոջը։ Երկրորդ Կորինթաց 6-րդ գլխի 16 համարից ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ։ Աստծո տաճարը, այսինքն Աստծո թեմփլը, կուռքերը որոնք են այդոլների հետ, ասում են ինչ համաձայնություն ունի, այսինքն մենք որ Աստծո տաճարն ենք, ոչ մի գործ չունենք այդոլների հետ, պիղծ բաների հետ, ամեն, ասում են որովհետև դուք կենթանի Աստծո տաճարն եք։ Աստված իր ժողովրդին կոչում է կենթանի Աստծո տաճարը, հալելույա։ Եթե հին կտակարանում պետք է մտնեին Աստծո տաճարը, որ ներկայությունը վերապրեին, մենք դառել ենք այդ տաճարը, այդ ներկայությունը մեր մեջ է, մենք այդ ներկայության մեջ քայլում ենք, հալելույա, եւ դա միայն եկեղեցում չի, վարակույրը պատրված է, վերևից վար, Աստված պատրեց տաճարի մեջի վարակույրը, այդ curtain-ը ինքը պատրեց, որտեղ Աստծո հոգին այնտեղ էր, դուրս եկավ Աստծո հոգին եւ Հիսուսի խաչի մահով, եւ որ Հիսուսը զոհ եղավ խաչի վրա, քավությունը բերեց, քավությունը ներումը բերեց, այսինքն մեղքերի ներումը բերեց, եւ մենք ամբողջովին 100% ներում ստացանք եւ Աստված մեզ նոր սիրտ եւ այդ սրտի մեջ դրեց իր հոգին եւ մենք դառանք Սուրբ Հոգու տաճարը, թեմփլը, Holy Spirit-ի թեմփլը եւ մենք գնում ենք Աստված մեր հետ է քայլում, այստեղ խոսքն է ասում։ Հալելույա, դուք կենթանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, նրանց մեջ կբնակվեմ եւ նրանց մեջ ման կգամ, հալելույա, հալելույա, այլ որ մենք ստեղից դուրս ենք գալի, Աստված չի մնում այստեղ, Աստված չի մնում այստեղ, կրոնը որն է իրական կենթանի հավատքի եւ կրոնի տարբերությունը, մարդիկ գնում են մտնում են տաճար, ինչ որ տաճար, այսքան թեմփլ, աղոթում են, իրաց մոմն են դնում, ինչ որ պաշտամունքն են անում, հետո սենց հետ դուրս են գալիս, պետք է անպայման հետ դուրս գան, որ Աստծուն չանպատվեն, որտեղ Աստված անդե է մնում։ Իրանք հելնում են, պետք է սենց դուրս գան, հելան ու գնացին։ Սա կրոնն է։ Իսկ իրական կենթանի հավատքը այտենց չի անում։ Երբ որ մենք այս տաճարից դուրս են գալի, Աստված մեր մեջ է, գրված է, նրանց մեջ կբնակվեմ, նրանց Աստվածը կլինեմ, նրանք իմ ժողովուրդը կլինեն, եւ ասում են նրանց մեջ ման կգամ։ Երբ որ մենք ման են գալի, Աստված ման է գալի մեր մեջով։ Խնդիրը ինչի չեն զգում մարդիկ, ինչի չեն զգում, ինչի չեն վերապրում, ես հիշում Սառան շատեր վկայում, ասում է, ընեն սենց մեջս բանա կատարում, անդադ ուզում աղոթեմ, սենց հոգիս չի հագենում, ուզում սենց Տիրոջն եմ խնդրում անընդհատ։ Այդ վիճակին պետք է վերադառնա ամեն մի քրիստոնյա։ Գիտեք ինչն է խանգարում մարդուն այդ վիճակի մեջ մտնելու։ Ինչն է խանգարում, որ մարդը վերապրի Աստծո ներկայությունը, Աստծո փառքը, կուռքերը,
Որտեվ ստեղ սկզբից ես կարդացի ասում եմ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որտեվ դուք Աստծո տաճարն եք։ Աստծո տաճարի մեջ, երբ որ մենք տանում ենք Old Testament-ում, այնտեղ կուռք չէին կարող, ոչ մեկ չէր իրավունք չուներ բերեն դե կուռք դներ, այդելներ դնեին ու պաշտեին։ Այսինքն այդելը որն է, որի վրա հույս են դնում, որին աղոթում են, որից ինչ-որ բան են սպասում, որին ավելի ուշադրություն են դարձում, քան Աստծուն։ Այդպես բան չէր կարող լիներ, որ տաճարում տանեին կուռքերը դնեին։ Թեև այդպես դեպք եղավ Աստվածաշնչի մեջ թագավորներից մեկի ժամանակահատվածում, կարծեմ Եզեկիա թագավոր լավ չեմ հիշում։ Եվ որ տեսավ Իրանից առաջվա այդ թագավորը, որ մեղք էր գործել Աստծո առաջ եւ այդ կուռքերը լցրել էր Աստծո տաճարը, նա եկավ բոլորը դուրս հանեց, ավիրեց։ Բոլորը շփոթ նորից վերականգնեց Տիրոջ պաշտամունքը եւ Տիրոջ ներկայությունը նորից սկսեց գալ այդ տաճարի մեջ։ Եվ Աստծո խոսքը այստեղ հիմա մեզ ա դիմում New Covenant-ի մեջ, նոր կտակարանի մեջ։ Ասում է ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ։ Այսինքն մենք որ Աստծո տաճար ենք, ինչ համաձայնություն ունեն կուռքերի հետ, որոնք են կուռքերը։ Կուռքերը են բաներն են, ինչը մեզ ուրախություն է պատճառում։ Ինչի վրա հույս ենք դրել, ինչից մեր ուրախությունը կյանքը կախված է։ Եթե դա Աստված չի, եթե Տերը չի, Փրկիչը չի, ամեն բանի վրա, որի վրա որ դու հույս ես դրել, որից դու սպասում ունես, որի հետ կապել ես քո հաջողությունը, դրանք կուռքեր են, որից կախվածություն ունես։ Դրանք անգամ կարող են լինել շատ լավ զբաղմունքներ, շատ լավ զբաղմունքներ կարող լինեն, հետաքրքիր, բայց դու դրա վրա ավելի շատ ժամանակ ես ծախսում, քան աղոթելու, կարդալու, եկեղեցում ծառայելու։ Դրանք են կուռքերը։ Կուռքեր մենակ այն չի, որ արձան են դնում, սենց ստատուի են դնում ու պաշտում են։ Այդ տենց էլ կուռքեր կա, բայց այսօրվա կուռքերը ավելի շատ զբաղմունքային կուռքեր են։ Հեռախոսն է շատերի համար կուռքը։ Փողն է։ Ինչ ասա, սա միջոց է։ Օգտագործում ենք սա ուղղակի, մեր օգտի համար։ Մենք կախված չենք, սա մեզ չի իշխում։ Նույնը գումարը։ Մենք եք ոչ մի բանի իշխանության տակ, ցանկացած բանի իշխանության տակ, երբ որ մտնում ենք մենք, մեզի իշխում է ու դուս է գալու, որ մենք դրան պաշտում ենք։ Եվ Աստծո խոսքը ասում է, ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենթանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, նրանց մեջ կբնակվեմ, այսինքն նրանց մեջ կապրեմ եւ նրանց մեջ ման կգամ, եւ նրանց Աստվածը կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Նրա համար ասում է Տերը, դուրս եկեք նրանց մեջից, բաժանվեցեք, ինչից այդ պիղծ բաներից, այդ կուռքերից բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բանի մի դպչեք եւ ես կընդունեմ ձեզ։ Հալելույա, սա նոր կտակարանում է գրած, շատերը ասում են, վերջ, արդեն Աստված ինձ ընդունեց, էլ ինձ ոչ մի բան չի կարող խանգարի, Աստծու հետ փոխհարաբերություն կարող է խանգարել, որտեվ անգամ New Testament-ում գրած է, Աստված ասում է, բաժանվեք, առանձնացեք, պիղծ բանի, անքլին բանի մի կպեք, պիղծը դա անքլին բանն է, մի կպեք, դրանք մեղքերն են, դրանք վատ մտքերն են, դրանք վատ խոսքերն են, դրանք վատ գործերն են, պիղծ բանի մի դիպչեք եւ ես կընդունեմ ձեզի։ Հալելույա։ Հալելույա, փառք Տիրոջը, գիտեք, եւ որ Աստծո ներկայությունը գալիս աստեղ, որոշ մարդիկ կվերապրեն այդ ներկայությունը, որոշ մարդիկ չեն վերապրի, որոշ մարդիկ է կողքից կնայեն, կքննադատեն, ասեն, «Էս ինչ են անում, էս ինչով են զբաղված սրանք»։ Խոսքդ խոսա, գնանք էլի, վсё։ Ինչ են այդպես մարդիկ մտածում, որովհետև հոգևորապես հնարավոր է կամ մեռած վիճակա, կամ քնած վիճակա։ Հալելույա։ Մեկը վերաբրում Աստծո փառքը շատ զորավոր ձևով, մեկը այստեղից դուրս է գալի, էլ չի զգում Աստծո ներկայությունը, մենակ ստեղ է զգում, որովհետև այս մթնոլորտի ատմոսֆերայի մեջ ինքը կզգա այդ ներկայությունը։ Իսկ մեկը դուրս է գալի այդ նույն Աստծո ներկայությունով գնում է մեքենա է վարում, գնում է տուն այդ Աստծո ներկայությունով, օ, հալելույա, ավելի է ուժեղանում, հալելույա։ Գիտեք, Աստված մաշող կրակ է, մաշող կրակ է, մաշող կրակ է, հալելույա, 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 consuming fire, հալելույա, հալելույա։ Դուս մս ես ինչ ձև ես խոսում քարոզում մի հատ նորմալ կանի։ Ոչ, 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 Աստված մաշող կրակ է։ Դու ցույց տու ինձ կրակ, որ ես կանգնած է։ Ուժեղ կրակ, չէ, մոմի կրակը չէ, ինձ որ
կրոնական, չէ՞, ասես դնում են մարդիկ դրա համար ասես նմանվում են իրանց դրած մոմին, ասես։ Բայց դու ցույց ուժեղ կրակ տես ինչ ալինում։ Ամեն կողմից գոցավ արվում եւ Աստծո խոսքը Տիրոջ ասում է նա մաշող կրակ է։ Հալելույա, անգլերեն consuming fire, լափող կրակ է։ Եվ Աստված ասեց հալելույա, Հիսուսը ասեց, Հիսուսը Աստվածը ասեց, որ դուք կմկրտվեք Սուրբ Հոգով եւ կրակով։ Հալելույա։ Հալելույա, դա չի վերջանում այստեղ, երբ որ դու ավարտում ես ու հելարդուսում ես նորից sense ոչ մի բան չկա, sense ինչ որ զգում ես ամեն ինչը ստեղ էր։ Դա ճիշտ չի, որովհետեւ Աստծո խոստումն է, որ ինքը մեր մեջ է բնակվելու եւ մեր մեջ է քայլելու։ Հալելույա։ Մեր մեջ է քայլելու։ Այն փառքը, այն ներկայությունը, որ Մովսեսը մտնում էր Աստծո ճաճարը նոր էր զգում։ Հալելույա։ Դա միշտ մեր հետ է։ Միշտ մեր հետ է, դա մեզանից չի առանձնանում։ Հալելույա։ Երբ որ մենք գնում ենք դուրսը քայլելով նա մեր մեջ է։ Գնում ենք տուն մեր մեջ է, գիշերը քնած ենք մեր մեջ է։ Հելում եմ ասում փառք ես Տեր հրաշալի քո ներկայության համար Հիսուս ջան։ Հալելույա, շրջում եմ մյուս կողմն եմ քնում։ Հասնում եմ անդադ Աստծո ներկայության սիրո մեջ։ Իսկ մարդկանց տեղից էլ պրծապսե չորություն։ Ինչից է գալիս։ Կուրքերից։ Առանձնացի կուրքերից, դուրս արի կուրքերից։ Երբ որ այստեղից դուրս ես գալի, մի թող Աստծուն այստեղ Տերը քո հետ է, Տերը քո մեջ է, իր այդ դուրս արի։ Հալելույա, տար քո տուն, տար քո երեխեքի մոտ, տար քո երազների մեջ, երազներդ վատն են, տար Հիսուսին գնա երազներիդ մեջ։ Դու կարող ես Հիսուսին ամեն տեղ քո կյանքում տանես։ Ինքը զորով չի մուտք գործի։ Իր բնավորությունը շատ է տարբերվում մարդկանցից, մարդիկ պետք է ստիպեն, մարդիկ պետք է համոզեն, մարդիկ չպետք է բռնանան։ Այտենց չի ինքը։ Ինքը կսպասի մինչև դու իրան հրավիրես, ինքը կսպասի մինչև դու ասես։ Մի քաղաքում էինք, այդ քաղաքում մարդիկ հետաքրքրասեր էին շատ։ Որ հրավիրել ենք մեր տունը, հենց այդ մարդը տնից ներս մտավ, առաջի քայլ արեց, սկսեց նայել, ինչ կա, չկա, ասենց։ Այնքան հետաքրքրասերը ոնց կասեն անգլերեն, curious։ Ասում դեմքից չի նայում հələ որ քանի մետր եկել է։ Մի քանի մետր եկել է տուն, հələ ինձ դեմքից ինը նայում է, այս ինչ կա այստեղ, ինչեր կան, ոնց է, ով այնտեղ ինչ կա։ Հասկանում եք։ Սխալ հետաքրքրասիրություն։ Ուշադիր պետք է լինենք, որտեղ է մեր սիրտը, որտեղ է մեր մտքերը։ Մեր մտքերը, մեր սիրտը պետք է Հիսուսի վրա լինի։ Հիսուսը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ու ինչն է խանգարում մեզ Տիրոջը ճանաչել, ինչն է խանգարում Տիրոջ ներկայության մեջ քայլել, կուրքերը, այդլները, այն բաները, որոնց հետ կապում ենք մեր հաջողությունը։ Եթե մենք քրիստոնյա ենք, եթե մենք հավատացյալ ենք, Տերը մեր վրա այնպես ծանրություն չի դնում, որ մենք չկարողանանք տանենք։ Այտենց բան չկա։ Հիսուսն ասաց Մատթեոս 11:28-30 համարներում ասում է. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ ինչ կանեմ, ավելի կհոգնածնեմ։ Չէ՞։ Ավելի մեծ ծանրություն կդնեմ ձեր վրա, այտենց ասեց Հիսուսը։ Հիսուսը այդպես ասեց. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ ծանրաբեռվածներ եւ ձեզ վրա այլ ավելի ծանրություն կդնեմ։ Նա ասեց ինձ մոտ եկեք հոգնածներ եւ ծանրաբեռվածներ եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Հալելույա։ Եվ ես ձեզ կհանգստացնեմ։ Ձեր վրա վեկարեք իմ բեռը։ Բեռը գիտեք որն է, burden-ը։ Որտեւ երբ որ մենք գալիս ենք Տիրոջը, Տերը որոշակի բեռ դնում, burden-ը դնում մեր վրա։ Իր գործը գործելու, բայց հետո շարունակում ասում է իմ բեռը թեթև է։ Եթե մենք Տիրոջ ճանապարհով ենք եթում ու շատ ծանր է, շատ դժվար է, ուրեմն ֆոկուսը թեքվել է Հիսուսից։ Պետք է հիշենք առաջի սերը, Աստծո խոսքը ասում է հիշիր առաջի քո սերը, հիշիր որտեղից ընկար եւ վերադարձիր քո առաջի սիրուն։ Գիտեք առաջի սերը այն որ երկու, ասենք, զույգերը իրար ճանաչում են, սկսում են ծանոթանալ, ինչ սեր է իրանց մեջ, օր ու գիշեր մտածում են իրար մասին, չէ՞։ Օր ու գիշեր չէ սիրահարված երկու, ասենք, զույգերը, տղա ու աղջիկ մտածում են օր ու գիշեր, մտքի մեջ, երազների մեջ,
Զարթվում եմ միանգամից ուզում եմ զանգի խոսա։ Անընդհատ օր ու գիշեր իր հետ խոսում են, այդ ինչ վիճակ է, բայց հետո ամուսնանում են սառում է, մի քանի տարի հետո թուլանում է, բայց մարդիկան գնալով էլի բոցավառվում է։ Նույն մեր փոխհարաբերությունը Տիրոջ հետ է։ Երբ որ մենք նոր գայս ենք Տիրոջ հետ, մեր սրտերը իր սիրով բոցավառվում է, վառվում է։ Այդ ներկայությունը վերապրում ենք, անենց հաճելի ներկայություն իմ կյանքում շատ է այդ տեսակ եղել փոփոխություններ եղել նաև։ Բայց հետո գայս է մի ժամանակ անցնում ինչ որ ժամանակ արդեն sense բաներ են հայտնվում մեր կյանքում, որ մեզի շեղում են մեր ուշադրությունը Տիրոջից։ Մեկ է տենում ենք այդ կրակը հանգավ, այդ սերը առաջի թողեցինք։ Նեղության ժամանակ, եթե մենք ապաշխարել ենք ամեն մի նեղության ժամանակ կամ ինչ որ դժվարության ժամանակ աղոթում ենք Տիրոջը, այս անգամ մտածում ենք մեզ ով կարա օգնի այս վիճակից դուրս գանք։ Արդեն ֆոկուսները հույսերը մարդու վրա է։ Աստծո խոսքը ասում է անիծյալ լինի մարդու վրա հույս տնողը։ Անիծյալը գիտեք որն է curse-ն է, չէ՞, curse լինի այն մարդը, որ մարդու վրա հույս տրե։ Աստված մարդկանց օգտագործում է։ Աստված օգտագործում է մարդկանց, բայց մեր սպասումը չպետք է լինի մարդկանցից։ Աստված օգտագործում է մարդուն, բայց մեր սպասումը պետք է լինի Տիրոջից։ Հալելույա, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը իր Սուրբ Հոգու համար, հալելույա, որ ինքը մեր մեջ է բնակվում։ Ու իմ ասածը որն է, երբ որ շատերը դուրս են գալի եկեղեցուց եւ կորցնում են այդ ներկայությունը կամ ճանապարհին հենց այդ ներկայության այդ դոզան կա իրանց մեջ, բայց գնում են հասնում են տունն է կորում արդեն։ Որտեղ է մեր միտքը, որտեղ է մեր սիրտը, ինչ ենք խոսում, այստեղ մեզ մեծ խոստում է Աստված տալիս, շատ մեծ խոստում է տալի, պրոմիս է տալի, որ ինքը մեր մեջ քայլելու է, դու գիտեք այդ ինչա, այդ ինչ զորավոր բան է, որ Աստված մեր մեջից քայլում է։ Երբ որ դու գնում ես միտեղ նստում ես, Աստծո ներկայությունը քո մեջից հոսում է, flow է ալնում մարդկանց վրա։ Դու չես գում, ես զգացել եմ քանի անգամներ, մեկի տունը նստած, մեկի ես գում եմ, մեջից զորություն է դուրս գալի։ Միտեղ էլ կա ինձ իմացան, որ հավատացյալ եմ, հիշեցին, որ բանն փողոցում տեսան շուտվա մեր ծանոթներն էին։ Ասացին գնանք մեր տուն էլի, գնանք մի քիչ Աստծո խոսքը խոսա, գնացինք սա հարևաններին հավաքեցին։ Եկան նստել են։ Մի հատ հարց տվեց, մի հատ հարցը պատասխանեցի, անգան սաղ Աստծո ներկայության մեջ, տեսիլ կա մեկը տեսնում, մեկը լացում է, մեկը չգիտեմ ինչ, Աստծո, բան չեմ խոսում, ես նստած եմ, սաղ իրանք են խոսում, վայելում են, ես բան չեմ անում, ես մենակ նստած եմ ուղղակի։ Իզնից շատ էին խոսում ու Աստծո ներկայություն են վայելում, մի հատ փոքր աղջիկ երեխա կար, ասում է, ես հենց հիմա ինձ երկնքում եմ տեսնում եմ, որ Հիսուսը ինձ գավաթով այդ բանով, կարմիր գույնի բան է տալի, խմելու սոկ, հիշում եք Հիսուսի արյան խորհուրդն է դա։ Անես բաներ էին ասում, հալելույա, այդ ինչա մենք Աստծո տաճարն ենք և Աստծո հոգին մեր մեջ ապրում, և որ մենք գնում ենք Աստված մեր միջից գալիս է, գործում է ատեղ, շատ անգամներ է եղել, և որպեսի այդ զորությունը հոսի անընդհատ, մենք պետք է անընդհատ կապի մեջ լինենք Տիրոջը, բայց ինչն է մեզ խանգարում Տիրոջ հետ կապի մեջ, այդ կուռքերը, այդ բաները, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Հիսուսը ասեց, եկեք իմ մոտ բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ եւ ես ձեզ կհանգստացնեմ, ես ձեզ կտամ իմ բեռը, այսինքն ծառայությունը կան, չէ՞, դա բեռը, բայց դա աշխարհային բեռ չի։ Բայց ասում է դա ծանր չի, դա թեթև է ու քաղցր է։ Երբ որ ես իմ ծառայության մեջ զգում չափից շատ այդ ծանր բեռը նշանակում է, գիտեք, այդ ինչ է եղել։ Ես իմ ֆոկուսը Հիսուսի վրից թեքել եմ, կամ մարդկանց վրա կամ իմ վրա։ Ու էլ չեմ կարողանում, քիչ անում արդեն էլ չկարողանամ տագից դուրս գամ, ասում նոր Աստվածջան ապաշխարում եմ, ներողություն եմ խնդրում, որ իմ հայացքը քո վրից ուղղեցի են կողմ եւ քեզ չվստահեցի։ Հիմա քեզ վստահում, նորից խաղաղություն ա գալի, նորից թեթևություն ա գալի։ Այս ճանապարհը ծանր ճանապարհ չի, անհնարին ճանապարհ չի, դժվար ճանապարհ չի, որովհետեւ Աստծո հոգին մեր մեջ է, այն ուժը, որ մեր մեջ կա, այս աշխարհում չկա, Աստծո հոգին է մեր մեջ, հալելույա։ Այս աշխարհի մարդկանց սատանան է տանում։ Անկամ ամենաբարի մարդը, որ Հիսուսին իր մեջ չունի, անկամ ամենաբարի մարդը սատանան է կառավարում, դու կտեսնես մի օր անենց բան կանի այդ մարդու միջոցով։ Անենց լավ մարդիկ են եղել, որ հենց ինքնասպանություն սպանել են մարդկանց, կրակել են տան անդամներին, լավ մարդ օրինակելի, որտեվ Աստծո խոսքը ասում է, սատանան է այս աշխարհի իշխանը,
Եվ մեզ էլ ասում է սատանան մի ժամանակ կառավարում էր, տանում էր այնտեղ, որտեղ ինքն էր ուզում։ Եվ օդի իշխանի դևի ազդեցության տակ ենք մեզ տանում էր դևը։ Եվ հիմա Աստծո հոգին ավելի մեծ է, Աստծո խոսքը ասում է առաջի Հովհաննես 4 համարը, առաջի Հովհաննես ասում է նա ով մեր մեջ է ավելի մեծ է, քան թե նա ով այս աշխարհում է։ Ու գիտեք, որպեսզի այդ զորությունը գործի, մենք պետք է առաջինը գիտակցենք, էդի realize պետք է անենք, պետք է հավատանք, պետք է դավանենք։ Ու դու կտենաս այդ զորությունը, եկեք ասենք, նա ով իմ մեջ է ապրում, ավելի մեծ է, քան թե նա, որ այս աշխարհում է։ Հալելույա, զգացեք զորությունը սկսեց գործել, հալելույա։ Երբ որ իմ կյանքում դժվարություններ ա գալի, չարի կողմից հարձակումներ ա, ինչ-որ բաներ ա գալի, ասում սատանա, դու ավելի մեծ չես, քան թե նա, ով իմ մեջ է ապրում։ Նա ով իմ մեջ ապրում ավելի մեծ է, քան թե դու, Հիսուսը ջախջախել է քո գլուխը։ Դու գիտես մի օր շատ ծանր վիճակի մեջ էի, ասեցի, նայ սատանա, ես հիմա քեզ կասեմ Հիսուս անունը ինչ է նշանակում։ Սկզբից նայեք, սկզբից ասեցի Հիսուսի անունով բան տեղի չունեցավ, ասեցի սատանա հրամայում եմ խափանում եմ քո գործերը, Հիսուսի անունով հեռացի, բան տեղի չունեցավ։ Հետաքրքիր է, չէ, բայց շատ կարևոր դու գիտակցես այդ անունը։ Ասեցի լավ սատանա, ես հիմա քեզ կբացատրեմ ինչ է նշանակում Հիսուսի անունը։ Հիսուսը նա Աստծո որդին էր, երկնքներում նա Աստված էր։ Ու նա եկավ մարդացավ, իր անձը խոնարեցրեց, իր անձը զոհեց իմ համար խաչի վրա արյունը թափեց, իրան խոնարեցրեց խաչի մահով, ծառայի կերպարանքով եկավ, եւ դրա համար Աստծո խոսքը ասում է, որ Աստված նրան բարձրացրեց ամենից վեր եւ մի հատ անուն շնորհեց, մի հատ անուն տվեց Հիսուսին, որ ասում է ամեն անունից վեր է, եւ այդ անունի առաջ ծինկի է գալի ամենքը, երկնքում բնակվողները, հրեշտակները, բոլոր այնտեղ մարդիկ, երկրի վրայինները եւ երկրի տակ լինողները, դևերը։ Ասեցի այդ Հիսուսի անունով սատանա, ես արգելում եմ, ես վռնդում եմ, գիտեք ինչ, միանգամից փախավ, մթնոլորտը միանգամից փոխվեց, ատակեքը միանգամից քանդվեցին, ես դա զգացի, շատ սենց շոշափելի ձևով զգացի, երբ որ մենք Հիսուսի անունը գործածում ենք հասկանալով, գիտակցելով, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ոչ թե ուղղակի կարդանք կան կրոնական եկեղեցին, այս խոսքը պետք է մեր մաստիկը դառնա, սա պետք է մեր ուտելիքը դառնա, սա պետք է մեր զենքը դառնա։ Սա մեր զենքն է, եթե պարտություն ես կրում, ուրեմն ես զենքը չես գործածում։ Հալելույա, փառք Տիրոջը, մեր մեջինը ավելի զորեղ է, քան թե նա ով էս աշխարհում է, որովհետև ամեն ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Դուք պարտություններ ունենում եք, բոլորի մոտ է ստացվում, բայց եկեք այս խոսքը դավանենք, որովհետև մեր էքսպերիենսը ավելի ճիշտ չի, քան խոսքը։ Հալելույա։ Իմ էքսպերիենսը կախված է հանգամանքներից, հասկացար, բայց իր խոսքը ճշմարիտ է ավելի, քան թե իմ էքսպերիենսը, իմ հանգամանքները, դրա համար ես սենց եմ ասում ու միասին հիմա ասում ենք, նա ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, ով է հաղթում աշխարհին, ով Աստծուց է ծնված եւ հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը կենթանի Աստծո որդին։ Հալելույա։ Սրանք կարևոր խոսքեր են, որ մենք պետք է մեր կյանքում դավանենք։ Շատերը դուրս չեն գալի այդ նեղություններից, որտեղ չեն գործածում Աստծո խոսքը։ Հիսուսը մեր վրա ավելի ծանրություն չի դրել, նույնիսկ իր տված ծանրությունը, ծառայությունը, կանչը, քոլինգը ավելի թեթև է, քան թե այն բեռը, որ սատանան այս աշխարհի մարդկանց վրա դրել է։ Նրանք ընկնում են դրագների մեջ, ատելության մեջ, պիղծ, անքլին մեղքերի մեջ, ատելության պատճառով չեն կարում քնեն, փող ունեն, բայց հանգիստ քուն չունեն գիշերը, հույս չունեն, սաղ կյանքը կռվում են, թե տունը ումը պետք է լինի, այդ փողը ումը պետք է լինի, հասկանում եք, մարդկանց սաղ ուշադրություն ուրիշ բանի վրա, ծանրաբերված են դիվային բաներով։ Աստված մեզ ազատել է, մեր ճանապարհը հեշտ է եւ Աստծո խոսքը ասում է՝ մի նախանձեք մեղավորներին։ Խոսքը ասում է՝ մի նախանձեք, Սաղմոս 2-ն ասում է՝ մի նախանձեք մեղավորներին, մի ասեք հələ նայեք նրանք ինչեր ունեն, ինչեր չունեն։ Այն ինչ որ մենք ունենք,
Այն ինչ որ Աստված մեզ տվել է, ոչ մեկ չունի։ Ոչ մեկի տունը ավելի սիրուն չի։ Այս աշխարհում այտենց տուն չես կարա ցույց տաս։ Քան թե այն մարդկանց տունը, ում տունը որ Հիսուսն է կառուցում երկնքում, որտեղ Հիսուս ասեց գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու։ Տեղ պատրաստելու։ Հեսա բրծամարդ են, բան չմնաց։ Շատ կարճ է այս կյանքը, բան չմնաց, հեսա բրծնում է։ Ոսմես չէ, ուր այն մարդը, ասենք որ սրանից մի օրինակ համար քանի տարի առաջ ապրել, ասենք 1900 նայում ես TV-ով, ասենք Նյու Յորք 1900-ական թվականները, 19 ասենք կամ 1911 այնտեղ կա, ասես մարդիկ գնում են սենց հավեսով, ծովի ափին, սենց բան են անում, ծովը գալիս, ասում են, «Էս ինչ լավ է կյանքը, ինչ Աստված ինչ բան»։ Ուր են հիմա այդ մարդիկ։ Այնտեղ կազինո են խաղում, այնտեղ փող են աշխատում, այնտեղ մեկը միլիարդներ է ձեռք բերում, բիլիոններ է ձեռք բերում, դիտում դու գնում եմ այդ թվականներին նայում եմ ու դա շատ ուժեղ է ձեզ խորտ կտամ։ 1900-ականների սկզբին կամ ավելի շուտ են որ նոր ամերիկան ցենց արդեն ոտի է գալու կամ 1920 թվին սաղ ապրում են, կյանքը վայելում են, ուրախանում են, ուր են հիմա իրանք։ Ուր են։ Այդ է կարևոր, որտեղ են իրանք հիմա։ Աստծո մոտ թե դժոխքում, որտեղ են։ Անցնելու է շատ արագ անցնում ամեն ինչ։ Այս կյանքից ես իմ ինչ սպասումներ մի ունեցեք, հույս մի դրեք։ Ժամանակավոր է։ Մի լացեք նրա պատճառով, որ ինչ-որ բան են չի էթում, ուրախացեք Տիրոջ գործերի համար, այն որ Տերը փրկություն ա տվել։ Եթե մեզ այս աշխարհը անդադ կարա լացացնի, ուրախացնի, հենց դա կուրք է։ Դա է կռապաշտությունը։ Մեր ուրախությունը Տիրոջից է։ 37 Սաղմոսի 4-րդ համար ասում է. «Ցնծա Տիրոջով, եւ նա կկատարի քո սրտի ցանկությունը»։ Հալելույա։ Չի ասում սկզբից կկատարի, ասում է ցնծա նախ պետք է Տերը լինի քո ուրախությունը։ Հալելույա։ Ես չեմ համաձայնում, չեմ համակերպվում, երբ որ քրիստոնյան երկար ժամանակ, շատ երկար ժամանակ տրտում, տխուր, ջարդված վիճակի մեջ է։ Ես հասկանում եմ, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ փորձություններ ենք ասում ու այո, դժվար է լինում այդ փորձության պահին, բայց դա շատ չի տևում, կարճ է տևում։ Եթե դու այդ փորձության ժամանակ հայացքդ ուղես Տիրոջը, ասես Տեր, ես քեզ եմ ապավինում, ես քեզ եմ trust անում, եւ վերցնես Աստծո խոսքը դա սուր է, սորդ է, եւ գործածես չարի դեմ, ոնց որ ես ասեցի, դու կտանաս ճեղքումը կգա, հաղթանակը կգա, բայց որ տենում եմ ամիսներով, տարիներով, ես գնում ու մարդու կյանքում բան չի փոխվի, ասում եմ եղբայր, լավ, ես մի բան հասկացա, դու Հիսուսից հեռացել ես, չէ, ես եկեղեցի եմ գալի, ոչ, դու Հիսուսից հեռացել ես։ Մարդ կարող է եկեղեցի գա, բայց Հիսուսից հեռացած լինի։ Ինչով է ուրախանում քո սիրտը, Հիսուսով, ոչ, ուրեմն հեռացել ես։ Այ հիշի առաջի սերը, տեղը առաջի սերը։ Դրանով է Աստված ասում է հիշի քո առաջի սերը, հիշի որտեղից ընկարի եւ վերադարձիր քո առաջի սիրում, այդտեղ է Տիրոջ հետ փոխհարաբերությունը, այդ relationship-ը կառուցվում նորից։ Հալելույա, հալելույա։ Փառք Տիրոջը, որ ինքը սարքել է մեզ իր կենթանի թեմփլը, կենթանի տաճարը։ Հալելույա, ես չեմ ուզում միայն վերապրեմ իր ներկայությունը ստեղ, ես ուզում եմ վերապրեմ, երբ որ ես բրծնում եմ գնում եմ այն մյուս սենյակ, եւ որ դա վերջը դուրս եմ գալի պարկինգ, եւ որ նստում եմ մեքենաս քշում եմ, եւ որ գնում եմ տուն, եւ որ իմ սենյակի մեջ եմ, եւ որ խոսում եմ մեկ ուրիշի հետ, անընդհատ եմ, երբ որ ես մեկ մարդկանց ասում ես շաբաթը 7 օր անընդհատ դրա մեջ եմ ապրում, մեկ չեն հավատում մարդիկ։ Մեկ մտածում են թե դա հեքիաթ է։ Ես չեմ ասում անընդհատ խոսում եմ այդ մասին, անընդհատ չեմ խոսում, բայց ես ամեն վարքյան այդ մտքի մեջ եմ, Աստծո, իմ մտքը Աստծո հետ է, ամեն րոպե, ամեն վարքյան, անընդհատ, անդադար է, ասենց Սմիթ Վիգլսվորթը վերջերս նայեցի իր մասին, Սմիթ Վիգլսվորթը 1900-ականների սկզբերին Աստծո զորավոր մարդ էր, առաքյալ էր, որ իր միջոցով Տերը մեծ հրաշքներ գործեր արել, եւ ասում են, որն է քո այդ գաղտնիքը, այդ զորության գաղտնիքը։ Ասել է գաղտնիքը որն է, դա իմ փոխհարաբերությունն է Տիրոջ հետ, ասում եմ ես մահից այդքան չեմ վախենում, ոչ թե այդքան չեմ վախենում, ես ասում եմ ավելի շատ վախենում եմ Տիրոջ հետ իմ փոխհարաբերությունը կորցնեմ, քան թե մահից, մահը իմ համար սարսափելի չի, ամենասարսափելի բանը իմ համար, ամենահորիբլ, հա, բանը իմ համար, Տիրոջ հետ փոխհարաբերությունը ասում եմ մի քանի վայրկյանով կորցնելն է։
Հասկանում եք, ես ուզում եմ այսօրվա իմ մեսիջը որն է, Սուրբ Հոգու մեսիջը, sense կասեմ, Սուրբ Հոգու մեսիջը որն է, Սուրբ Հոգու մեսիջը այսօր որն է։ Մի եղի մենակ հավատացյալ եկեղեցում ու մենակ մի վերապրի Աստծո ներկայությունը ստեղ, որտեղ մեզ Աստված սարքել է իր կենթանի տաճարը եւ մեր մեջ է ման գալիս եւ մեր մեջ է քայլում եւ դա փողոցներ է դուրս գալու։ Եվ որ մենք դադարենք հավատացյալ քրիստոնյա լինենք միայն եկեղեցու մեջ եւ մենք լինենք հավատացյալ նաեւ դրսում, դու կտենաք այդ Աստծո շարժը գալու է դրսում, շարժվելու է, մարդկանց է կպնելու, փողոցներում են մարդիկ աղոթելու։ Դա պատմության մեջ եղել է, դա եկեղեցու պատմության մեջ եղել է, դա շատ զորավոր շարժեր է եղել, շատ զորավոր մուվմենտներ է եղել, արտություններ է եղել այս աշխարհի մեջ, շատ զորավոր, եւ որ հավատացյալները իմ ու քո պես այսպես կրակով հավաքված սպասել են, աղոթել են, բաց են եղել, խնդրել են Տիրոջը արտության համար եւ չեն Աստծուն թողել մենակ եկեղեցու պատերի մեջ, այլ տուն են գնացել։ Եթե ճանապարհին զգում ես Աստծո ներկայությունը գնաց քեզանից, պետք է ուշադիր լինես։ Կարող է մի բան այն չես խոսացել։ Կարող է սխալ թեմաներով սկսեցիր խոսալ։ Կարող է սկսեցիր բողոքել։ Հա? Այդտեղից կամ ինչ որ բան մտածեցիր, որ չպետք է մտածեիր։ Դրա համար խոսք ասում է, ձեր մտքերը նորոգեցեք Աստծո խոսքով, վերևի բաները մտածեք։ Անենց չի որ ես ասում աշխատել պետք չի, գործ անել պետք չի, բան չէ։ Դրանք էլ է պետք, դա էլ է Աստված ուզում որ անենք օրհնված, բայց դա կարող ենք անել Տիրոջ հետ։ Տիրոջը վստահելով, Տիրոջ իմաստությունով, հավատքով, չկորցելով մեր ուրախությունը Տիրոջ հանդեպ, ամեն։ Եկեք աղոթքի գանք, հալելույա, հալելույա, եկեք աղոթքի գանք, հալելույա, որպեսի մենք իսկապես լինենք այն անոթները, հալելույա, Սուրբ Հոգին էստեղ է զորավոր ձևով, հալելույա, Սուրբ Հոգին էստեղ է, որպեսի մենք լինենք այն անոթները, այն վեսելները լինենք, որ Աստծո ներկայությունն է կրում ու չի պակասում։ Չի պակասում։ Ես գիտեմ, այստեղ շատ կանայք աղջիկներ կան, որ շատ են սիրում, որ իրանց տնից մաքուր լավ հոտ կա, չէ։ Ես էլ եմ սիրում, թեև հոտառություն չունեմ, ասեմ, ով որ չգիտի, թող իմանես, հոտառություն չունեմ։ Փոքրուց չկա։ Ես կողքիներիս եմ հարցնում ընտանիքի անդամներիցս։ Ամեն ինչ նորմալ է։ Այսի լավ հոտի պարֆյում է, թե վատ հոտ, չէ։ Ես թեև չեմ առում, բայց իմ վրից միշտ լավ հոտ է գալիս։ Ուրիշներն են ասում, ես չեմ ասում։ Դες հաճելի է, ես դա չեմ զգում, բայց ես էգոյս չեմ ասում, թող մյուսները զգան։ Համել չմարդիկ տհաճ չլինի, չէ, տհաճ կլինի, երբ որ դու վատ հոտքով վրից գա։ Շատ կարևոր է, որ մենք Աստծո հավատացյալ մարդիկ լավ հոտեր մեր վրա ցանանք, լավ պարֆյումներ, դա Աստծո փառքի համար մենք Աստծո տաճարն ենք։ Աստծո տաճարը պետք է սիրուն հագնվի։ Աստծո տաճարը պետք է մաքուր լինի։ Լավ հոտեր փչի, եւ ներսից պետք է մաքուր լինի, եւ դրսից։ Դա Աստծո խոսքն է սովորում, ով որ ծառայողների դպրոցը գալիս է, ես այնտեղ այդ բաները սովորացնում ծառայողների դպրոցում, ով որ չի սովորում հաջորդ փուլի ժամանակ սովորի։ Բայց շատ կանայք աղջիկներ կան, որ սիրում են իրանց վրից լավ հոտ գա, իրանց տնից լավ հոտ գա, ինչ որ բաներ են վառում, չէ, մոմեր են վառում, ինչ որ հոտ ավետ սիրում, բուրմունքի բաներ են միացնում, որ վառի, չէ։ Հավատացեք Աստծո խոսքը ասում է, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք այս աշխարհում։ Քրիստոսի անուշ պարֆյումն ենք, հենց գրված է Կորինթացիների մեջ Քրիստոսի անուշ հոտն ենք։ Շատ կարևոր է, որ այդ անուշ հոտը տարածենք, ոչ թե այստեղ սիրուն հավատացյալ լինենք, դուս գանք անես բաներ խոսանք մարդկանց հետ, մեր բերանից գարշա հոտ գա։ Կեղտոտ հոտ, հասկանում եք, կարող է ֆիզիկապես հոտը չառնի, բայց այստեղ մեր մի հատ աղջիկ կա, այսօր մանկական ինքը պարքև ունի, վաղտ առ վաղտ կարող է ասենց հոգևոր հոտերը զգասի, լավ հոտ եմ զգում կամ վատ հոտ եմ զգում։ Շատ վատ հոտ եմ զգում, գիտեք, մեղքը ունի հոտ։ Մեղքը ունի հոտ։ Ու դա շատ զզվելի հոտ է։ Ես հոտառություն չեմ ունեցել, բայց եղել է ժամանակ, որ Աստված իմ բացել է այդ պայն հոտառությունը, ես զգացել եմ երկնային sense բուրմունք ծաղիկների հոտ շատ ուժեղ, կամ զգացել եմ մեղքի կեղտոտ չար դժոխքի հոտ։ Զգացել եմ մեղքը ունի հոտ։ Ու դու կարող ես լավ պարֆյում ցանես վրեդ, լավ սիրուն շորեր հագնես, բայց եթե ներսիդ հարցերը լուծված չի, մեղքեր ունես, կեղտոտ բաներ ես խոսում, կեղտոտ բաներ ես նայում, կեղտոտ բաների մեջ ես դու գաս հավատացյալների մեջ քո վրից կարող վատ հոտ փչի։ Դու չիմանաս, բայց կարող մարդիկ լինեն իմանան։ Մարդիկ լինեն իմանան։ Հա, եթե ոչ մեկ է չիմանա, Աստված գիտի,
Տերը գիտի, Տերը տեսնում է։ Մենք Քրիստոսի անուշ հոտը պիտի լինենք։ Եվ եթե ուզում ենք այդ անուշ հոտը մեր մեջից տարածվի, Աստծո ներկայությունը կրող մարդիկ լինենք, վեսելներ լինենք, պետք է հետևենք առաջինը ինչ ենք խոսում, բերաններիցս ինչա դուրս գալի, ինչ ենք մտածում, ինչ ենք նայում, ինչ ենք լսում։ Իմ ականջը, ձեր ականջը, մեր ականջները աղբաման չի, թրաշ բակ չի, որ ով ինչ ասի դնենք լսենք ու դա կեղտոտում է, բաներ կա ես լսել եմ, հետո փոշմանել եմ որ լսել եմ, որովհետև ինչ որ ժամանակ ինձ կեղտոտ եմ զգացել։ Մաքուր պետք է պահենք, եթե ուզում ենք այդ ներկայությունը մեր մեջ միշտ գործի եւ գնա, չմնա մենակ այստեղ։ Մենք պետք է հետևենք մեր վարքին, մտքերին, խոսքին, ապրելակերպին, ամեն։ Հալելույա Հիսուս, Հիսուս, փափագի, ցանկացի հենց հիմա։ Այդ դիզայրը հենց հիմա ունեցի, աղոթի ասա Տեր, ես ուզում եմ Տեր Աստված, հալելույա, քո անուշահոտ անոթը լինեմ, Տեր, որ քո անուշահոտությունը իմ միջոցով տարածվի։ Ես ուզում քո ներկայությունը կրողը լինեմ, Տեր, քո ներկայությունը տանողը լինեմ, Տեր, ես ուզում եմ քո ներկայությունը կրեմ, Տեր։ Եկեք երկրպագենք